Հիմա մեզ ասում են ինչու չեք հավատում Ալիևի խոսքին։ Ալիևը ստախոսա չենք հավատում։ Մեղավոր ենք, որ չենք հավատում։ Օրվա կեսը Նիկոլ Փաշինյանն ասում է ինչու չեք հավատում, ես խաղաղություն եմ բերել։ Ալիևն էլ ասում որ խաղաղություն է, մենք խաղաղություն ենք բերել։ Օրվա մյուս կեսն ասում է այդ Ալիևը, որ ասում է որ Հայաստանի տարածքը Իրանն է, ասկի այդ ժամանակ Ադրբեջան չի եղել։ Սուտ է ասում այդ Ալիևը։ Վայ, սուտ է ասում, հա, փաստը։ Այդ նույն Ալիևի մասին, հա, խոսքը։ Թե Ադրբեջանում երկու տարբեր Ալիևներ կան։ Օրվա կեսը համարել ստախոս, կեսը մյուս կեսը ասել ոնց չեք հավատում նրա խաղաղության խոստմանը, եթե չեք հավատում դուք պատերազմ եք ուզում, կարելի է հավատալ այդ մարդու խոսքին։ Իսկ եթե տենց համառորեն Ադրբեջանի անունից երաշխիքներ է տալիս Փաշինյանը, այդ դեպքում մտածում ենք ով է այդ երաշխիքը տվել։ Մենք հասկանում ենք, որ ընտրություններից առաջ Ադրբեջանը Փաշինյանի հետ կճշտի, թե վախացնեմ պատերազմով դա քեզ կօգնի ընտրությանը, թե խաղաղ մնանք դա քեզ կօգնի։ Դու որոշի ներքաղաքական խնդիրները ինչ ես անում, որովհետև դեռ Ադրբեջանը մեզանից ստանալիք ունի։ Նա պետք է իմանա, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանին ծառայություն պետք է մատուցի, որ հետագայում դա դրա դիմաց ստանալիք ունի։ Որևէ մի վարքյան դադարել է այն միտքը, որ Հայաստանը դա իրանց տարածքն է։ Երբ որ տեսեք խնդիրը որն է, Նիկոլ Փաշինյանն ասում է, դե խոսում են, ասում են Սևանի անունը ուրիշ է եղել, բայց ասում են անցյալը ոչ չեն ասում հիմա։ Բայց նա ասում է անցյալի մեր հողերը պետք է գանք վերցնենք։ Եթե ոչ տանկերով, ապա մեքենաներով։